Կաշառելու կամ ճնշման միջոցով վրացահայերին ստիպում են մասնակցել Հայաստանի ընտրություններին և քվեարկել Ռուսաստանի հետ լուրջ կապեր ունեցող ընդդիմադիր ուժի օգտին։ Բովանդակությունը եւ նպատակը քվեարկելն է կոնկրետ Սամվել Կարապետյանի կուսակցության համար։ Վիրահայ գործչի բացահայտումը։ Հայաստանում կոնկրետ ընդդիմադիր ուժի օգտին քվեարկելու համար աշխատանքներ են տարվում նաև Ջավախքի երկքաղաքացիություն ունեցող հայերի շրջանում վիրահայ հասարակական գործչի տվյալներով, ինչ-որ մարդիկ կաշառելու կամ ճնշումների միջոցով վրացահայերին ստիպում են գալ Հայաստան, մասնակցել խորհրդարանի ընտրությունների և ունենալ իրենց ներդրումը Ռուսաստանի հետ կապեր ունեցող ընդդիմադիր ուժի օգտին։ Հիշեցնենք, այդպիսի ահազանգեր ստացվել են նաև Ռուսաստանից։ Իմ հետ կապնվել են տարբեր մարդիկ Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանից եւ դիմել են տեղեկատվությունը, որ գյուղերում արդեն տեղի է ունենում նախապատրաստողական աշխատանքներ, հատկապես այն մարդկանց, որոնք Ռուսաստանի հետ որևէ կապեր ունեն, բիզնես եւ այլն, գիտեք, որ շատերը այդտեղից խոփան են գնում աշխատելու, այդ առումով աշխատանքներ է վարվում, որ նախապատրաստեն հունիսի 7-ի ընտրությունների համար, որ իրան կազմակերպված կան Հայաստան, քվեարկեն։ Խոսքը երկքաղաքացիություն ունեցող անձանց մասին է, ասում է Թումասյանը։ Նա ավելի վաղ Facebook-յան էջի միջոցով դիմել էր Վրաստանում ապրող հայերին, խնդրելով, եթե ունեն տեղեկություն, որ կազմակերպվում են ուղևորություններ Հայաստան, որոշակի ուժերի օգտին քվեարկելու նպատակով հաղորդեն իրեն։ Բազմաթիվ ահազանգեր արդեն ստացել է, խոստացել դիմողների անուն-ազգանունները չհրապարակել։ Ինձ դիմաց մարդիկ փաստացի ասում են, որ ակտիվորեն իրանց գյուղում դա առաջարկում են եւ այդ թեման ակտիվորեն զարգանում է իրանց գյուղում, իրանց հարազատների ուղղությամբ եւ այլն, հենց այդ մարդիկ, ով ինձ դիմել է, ուրեմն այդքան համարձակություն ունի, որ այդ թեման բարձրաձայնի, որ ուստի խնդիր չեն տեսնում նրանում, որ մերժեն դա, բայց խնդիր են տեսնում նրանում, որ այդտեղ, գիտեք, գյուղերում, եթե հնարավոր է ազդել մեկ մարդու վրա, ապա շատերը բարեկամ են իրար կամ մոտ հարաբերություններ ունեն եւ ուստի բավարար է, որ մեկ մարդու վրա ազդես, այդ թվում Ռուսաստանից շատերը այնտեղ էլ բարեկամ ունեն, այսինքն գուցե գյուղ չկա, որտեղ որ չլինի որևէ բարեկամ, որը Ռուսաստանում է ապրում, եւ ուստի այստեղ հենց ճնշման միջոցը գալիս է Ռուսաստանից, հետո արդեն բարեկամների վրա եւ օգտագործում են այդ Ռուսաստանի հետ կապը, Ռուսաստանում իրանց խնդիրներ չստեղծելու հանգամանքը նաև իրանց բարեկամների համար։ Մարտին Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարեց, որ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Նրանց մղելով Հայաստանում սպասվող ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Անկախ դիտորդն էլ այլ ժամանակ հայտարարեց, որ իրենց տեղեկություններով Ռուսաստանում հայ ազգի գործարարներին պարտադրում են մասնակցել ընտրություններին։ Այդ նպատակով Հայաստանում մայիսի հունիսի սկիզբ արդեն բոլոր ավտոբուսները ամրագրված են Հայաստան ժամանող ընտրողներին դիմավորելու տեղափոխելու համար։ Ջավախքում եւս տեղի է ունենում այն, ինչ զգուշացնում էր արտաքին հետախուզական ծառայությունը, նշում է Գեորգի Թումասյանը։ Ըստ նրա, Սամցխե-Ջավախքի հայությունը մոտավորապես 100,000-ից 150,000 է։ Մարդկանց մի կողմից կաշառելու, մյուս կողմից ճնշում փորձադրելու փորձեր է արվում, այդ թվում քրեական ենթամշակույթ ունեցող մարդիկ են ներգրաված։ Մարդկանց դիմում է անձնավորություն, որը քրեական ենթամշակույթ ունի, ապա փաստացի այդ դիմումը արդեն պարունակում է իր մեջ սպառնալիք։ Որպես տեղի ունեցողի հիմնավորում, ըստ Թումասյանի, մարդկանց ներկայացվում է, թե իբր շատ կարևոր է, որ Հայաստանում հաղթի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնող ուժը։ Բովանդակությունը եւ նպատակը քվեարկելն է կոնկրետ այդ կուսակցության Սամվել Կարապետյանի կուսակցության համար։ Շատ մարդ կա այստեղ Ջավախքում, ով ունի Հայաստանի քաղաքացիություն եւ ուստի դրա միջոցով կարող են ազդել հայկական ընտրությունների վրա։ Իհարկե պետք է ասել, որ ինչպես Հայաստանում շրջաններում խոսքին նույն տրամաբանությամբ այստեղ էլ տարբեր քաղաքական մոտեցումների մարդիկ կան, հարցը դրան նկատի ունեմ հայ հանրության միջև, հարցը դրանում չէ, գլխավոր խնդիրը նրանում է, որ այստեղ փորձում են կազմակերպել այդ գործընթացը, որովհետև եթե անձնական օրակարգով որևէ մեկը մեկնում է Հայաստան, որ քվեարկի, դա չի պարունակում խնդիր, դա միշտ էլ եղել է, բայց երբ լայնածավալ կազմակերպչական գործողություններ են վարվում այս նպատակով կոնկրետ ուժի ուղղությամբ, ապա ես կարծում եմ Հայաստանի պատշաճ մարմինները նաև պետք է տարբեր գործունեություն ծավալեն։
Գեորգի Թումասյանի խոսքով այսպիսի փորձեր նախկինում Հայաստանի հանրային դաշտում չեն եղել, այն էլ կազմակերպված կոնկրետ քաղաքական ուժի կողմից ու համար։ Ես ենթադրում եմ, որ այստեղ կա Ռուսաստանի հետ կապի բաղադրիչը եւ նաեւ ֆինանսական բաղադրիչը, որովհետեւ այսպիսի գործընթացներ ապահովելը այդ թվում լուրջ ծախսերի հետ է կապված եւ նույնիսկ եթե մեկ ավտոբուսի մասին ենք խոսում, որ մարդիկ գան, ապա միայն մեկ ավտոբուսի մարդկանց համար բավական ծախս է պետք հոգալ։ Թումասյանը համոզված է, որ հասարակությունը գիտակցում է ինքնիշխանության կարևորությունը եւ որ պետք է քվեարկի հենց նրա համար, որ Հայաստանը զերծ մնա արտաքին միջամտություններից։ Ես նույն կոչն եմ անում իհարկե Վրաստանի հայությանը, որ ձեր ցանկությամբ ազատ եք մասնակցելու եւ ում ուզում եք ձայն տվեք, Հայաստանում ժողովրդավարություն է, բայց կազմակերպված փորձերից հրաժարվեք, որովհետեւ դա կարող է գնահատվի Հայաստանի օրենսդրությունով, ստանալը նաեւ կաշառքը մինչեւ 7 տարի, ուրեմն ազատազրկում կարող է նաեւ հետևանք ունենա եւ դա շատ ծանր է։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։